Փրկության վստահությունը ունեցիր Աստծո խոսքով։ Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն։ Հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է որպես ճշմարիտ միակ Աստված և ճանաչել Քրիստոսին, որ դու առաքեցիր։ Այլ այսքանը գրվեց, որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոս, Աստծո Որդին, որի հանդեպ ձեր ունեցած հավատքով հավիտենական կյանք կունենաք։ Գիտենք, որ մարդ չի արդարանա օրենքը գործադրելով, այլ միայն Հիսուս Քրիստոսին հավատալով։ Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և սրտումդ հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես։ Ով որ հավատա նրան, չի ամաչի։ Միայն նրանով կարող եք փրկվել, որովհետև աշխարհում միակն է նա, որ Աստված պարգևեց մարդկանց, որպեսզի նրա անունով փրկվեն։ Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք կունենա, իսկ ով չի հնազանդվի նրան, կյանք չի տեսնի և Աստծո պատժին կարժանանա։ Ինչ օգուտ, երբ մեկը ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի այն, այլ որպեսզի աշխարհը փրկի։ Իսկ ով մեղք է գործում, սատանայի հետևողներից է, որովհետև սատանան սկզբից էր մեղք գործում։ Քանի որ մեղքի վարձը մահն է, մինչ այդ Աստված որպես ձրի պարգև հավիտենական կյանք է տալիս մեզ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մոտեցեք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորներ, մաքրեցեք ձեր ձեռքերը չար գործերից, երկմիտներ, ուղղեցեք ձեր մտքերը։ Տերն ասում է. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ով անհավատարիմներ, չգիտեք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ ով աշխարհը սիրում է, Աստծո թշնամի է դառնում։ Մի ստեք միմյանց, մոռացեք ձեր հին կյանքը և նախկին գործերը և նորոգվեք ձեր Արարչի պատկերի համաձայն, որպեսզի կարողանաք ճանաչել նրան։ Եթե մեր խիղճը որևէ հանցանքով մեզ մեղադրում է, չմոռանանք, որ Աստված մեր խղճից ավելի մեծ է և ամեն բան գիտե։ Ում սիրում եմ ես, ասում է Աստված, նրան հանդիմանում եմ և խրատում, ուրեմն նախանձախնդիր եղիր և ապաշխարիր։ Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ։ Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, իսկ նա ինձ հետ։
Մի մոռացիր Աստծո խրատները եւ պահիր նրա խոսքերը քո սրտում։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Այժմ, որ մենք արդարացված ենք նրա արյամբ, որքան ավելի վստահությամբ կարող ենք ասել, թե Քրիստոսով պետք է փրկվենք Աստծո բարկությունից։ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև, Հիսուս Քրիստոս մարդը, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից, սակայն Աստված նրանց արդարացնում է իր շնորհքով, Հիսուս Քրիստոսի միջոցով եղած փրկությամբ, որովհետև Աստծո շնորհքով փրկվածներ եք հավատի միջոցով, եւ այս ձեզնից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Այս բոլորի հետ աղոթեցեք թախանձագին, աղոթեցեք տևաբար Սուրբ Հոգու օգնությամբ։ Դրա համար էլ արթուն հսկեցեք կատարյալ հարատևությամբ եւ աղոթեցեք բոլոր հավատացյալ եղբայրների համար։ Հոգ մի արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնեցեք Աստծուն։ Խնդրեցեք Աստծուն, եւ նա կտա ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի ձեր առաջ։ Ընդունելի ժամին ես աղոթում էի քեզ Տեր, լսիր ինձ Աստված, քո առատ ողորմությամբ, քո փրկության ճշմարտությամբ։ Արթուն մնացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք եւ միմյանց համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք, որովհետև արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ Նույնպես եւ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք եւ չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ Մինչև հիմա իմ անունով որևէ բան չխնդրեցիք,
Խնդրեցեք եւ պիտի ստանաք, ասում է Տերը, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապես։ Իրենից ակնածողների կամքը կատարում է Տերը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց։ Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով։ Տերն ասում է. ով իմ պատվիրաններն ընդունում եւ գործադրում է, նա է, որ ինձ սիրում է։ Այս է իմ պատվերը. սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ, որովհետև մեծագույն սերը այն է, որ մեկը իր կյանքը զոհի բարեկամների համար։ Ինչ օգուտ, եթե բոլոր ունեցվածքս աղքատներին նվիրեմ եւ նույնիսկ մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչով չեմ օգտվելու։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար, հետևաբար մենք ևս մեր կյանքը պետք է զոհենք մեր եղբայրների համար։ Սիրելիներ, սիրենք միմյանց, որովհետև սերը Աստծու պարգևն է, ուրեմն ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն, և ոչ ոքի պարտապան մի մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է Աստծու օրենքը։ Քաղցր է քո կոչը, Տեր Հիսուս Քրիստոս, իմ Տերը և Աստվածը։ Քո խոսքերը ճշմարտություն են և կյանք, սերդ անհուն է և ըսգլխիչ, պարգևներդ անհամար են և զմայլելի։ Բաց իմ աչքերը, որպեսզի կարդամ, հասկանամ և իմը դարձնեմ քո խոսքերը, քո սիրով լցվեմ և ընդմիշտ վայելեմ անմահական պարգևներդ։ Թույլ տուր, որ զորացնեմ տկար հավատքս և ամրորեն և վստահությամբ քայլեմ քո ճշմարտության միջով։ Շնորհիր ինձ, որ թոթափեմ մեղքերս քո քավչարար արյունով, քո սուրբ մարմնի մշտական հաղորդությամբ, մաքուր կյանքով փրկությունդ ճաշակեմ։ Շնորհիր ինձ, որպեսզի քո սիրո կրակով լցվեմ և կյանքս քեզ ընծայեմ, իմ եկեղեցուն և նմաններիս ծառայելով։ Դու ես լույսս և հույսս, կյանքս և վստահությունս, ով հույսի փարոս։ Լույսդ թող միշտ շողափայլի իմ խավար կյանքի վրա, հույսդ խարիսխ դարձնելով սրտիս, հավատքիս կանթեղը միշտ լուսավար պիտի մնա համբերությամբ, տոկունությամբ, քաջությամբ և հաղթանակի առաքինության երկնահոս յուղով։ Համաձայն խոստումիդ, եկ և բնակվիր սրտումս, որպեսզի ամբողջ կյանքս սրբազան խնջույք դառնա այս աշխարհից մինչև հավիտենական կյանքը։ Տեր Աստված, գթության և փրկության, ողորմության և քավության, նորոգության, բժշկության և առողջության, լուսավորության և կենդանության, հարության և անմահության, որ մեր ձեզ համայն արարածների հետություններին, ինձ էլ հիշիր, երբ գաս քո արքայությամբ։ Ամեն։ Տեր իմ, քաջալերիր ինձ նեղությանս մեջ, մխիթարիր վշտերիս մեջ, և արժանի դարձրու ինձ Տեր իմ և Աստված իմ Հիսուս Քրիստոս,
խաչակից լինել քեզ մինչև իմ մահ, հրաժարվելով այս աշխարհի հեշտություններից եւ դասակից լինել քո երանելիներին ու դրախտում անմահ կյանք վայելել։ Ամեն։ Տեր երկնքի եւ երկրի, արարիչ բոլոր արարածների, շնորհիր մեզ միշտ երկյուղով քեզ պաշտել, ու սիրել քեզ ամբողջ սրտով, բովանդակ մտքով եւ մեր ողջ զորությամբ պահել քո պատվիրանները, ու մեր ձեռքերը հավատքով քեզ բարձրացնելով, քեզանից շնորհ եւ ողորմություն ստանալ։ Ամեն։ Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին, որ չնայեն պակշոտությամբ, եւ իմ ականջներին, որ չախորժեն լսել չարության խոսքեր, եւ իմ բերանին, որ սուտ չխոսի, եւ իմ սրտին, որ չարը չխորհի, եւ իմ ձեռքերին, որ չգործեն անիրավություն, եւ իմ ոտքերին, որ չգնան անօրեն ճանապարհով։ Ամեն։ Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տեր Հիսուս, երբ որ երևաս հոր փառքով, լուսավոր ամպերի մեջ։ Այն ժամանակ մենք քեզ հուսացողներս չենք ամաչի, այլ քո մեծ զորությամբ կուրախանանք քո աջ կողմում, իբրև լուսով որդիներ, իբրև ցերեկվա որդիներ։ Ամեն։ Բարերար Տեր, նայիր ողորմությամբ քեզ երկրպագողիս եւ քո սուրբ անունը փառաբանողիս, Տեր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից ու աշխարհիկ հոգսերից, առաքիր քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք քեզ։ Ամեն։ Քո առջև ենք ընկնում Սուրբ Աստվածածին եւ աղաչում անարատ կույսիդ, բարեխոսիր մեր անձերի համար եւ աղաչիր միածին որդուդ փրկել մեզ փորձություններից, հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից։ Ամեն։ Մոլորվածներին դարձի բերող Տեր, դարձրու ինձ չար սովորություններից բարի սովորության, իմ հոգում բևեռիր սոսկալի օրը մահվան, երկյուղը գեհենի եւ սերն արքայության, որպեսզի զղջամ մեղքերս եւ գործեմ արդարություն, բխեցրու իմ սրտից զղջման արցունքներ, որպեսզի լվանամ մեղքերը անձիս այս աշխարհից ելնելուց առաջ։ Ամեն։ Գոհանում եմ քեզանից Տեր իմ եւ Աստված իմ, եւ օրհնում ու փառավորում քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր քո անարժան եւ մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից,
խաղաղությամբ հասցրիր առավոտյան ժամին և արժանացրիր տեսնելու քո ողորմության լույսը։